Ինչ էր զգում 8 տարեկան դեռահաս աղջիկ այդ օրերին։ Ես իմ հայրիկի հետ շատ կապված եմ եղել իրականում, երբ որ ինքը գնացել էր դե հա արտասվում ես, տխրում ես, հետո սովորում ես այդ ամեն ինչին։ Մարդ այնպեսի տեսակ է, որ ինքը ամեն ինչին ադապտանում է, նույնիսկ մեղադրանք չկար։ Չէ, բացարձակ երբեք, որովհետև Ասատուր ջան, գիտեք հիմա որ ավելի ես մեծանում, հասկանում ես, որ ամեն ինչում չի, որ հենց մարդը ինքն է մեղավոր։ Երբեմն կյանքը մեզ կանգնացնում է այնպիսի բլոգատաների առաջ, որ իրականում քո ուղեղը չի կարողանում աշխատել այն աստիճան, որ դու այդ բլոկադաներից դուրս գաս։ Բայց արդյոք այդ ժամանակահատվածում, հա, այդ 8 տարեկան աղջկա ուղեղը այդքանը ընկալում էր, հասկանում էր հատկապես, ինչու եմ ասում, գիտեմ, որ հենց այդ միտումով պայմանավորված դու ունեցել ես նաև դժվարություններ դպրոցում, քեզ ցավոք սրտի երեխաները շատ անողոք են ու դպրոցում քեզ ծաղրել են, որ հայրիկ չունի։ Հա, բայց չէ, ես այդ ընթացքում իհարկե չեմ հասկացել այդ ամեն ինչը եւ իր համար արդարացումներ ման չեմ եկել։ Այսօր գտել ես այդ պատասխանը, ինչու գնաց հայրիկը։ Հա, երևի այո։ Ես կարող եմ բացատրել, ես չգիտեմ, ես ինքը չեմ, բայց ինձ թվում է, գիտեք, շատ տղամարդիկ ցավոք սրտի վախենում են պատասխանատվությունից եւ կապ չունի տարիքը։ Եվ շատ տղամարդիկ վախենում են ուժեղ կնոջից։ Ուժեղ տղամարդը հակառակը ինքը գնահատում է ուժեղ կնոջը եւ ուժեղ կնոջ կողքին իր մեջ բացահայտվում ավելի շատ իր այդ տղամարդկությունը, դաբիթչիկությունը, այդ զորությունը, բայց երբ որ տղամարդը ինքը թույլ է, հոգեբանորեն ինքը թույլ է, հասկանում եք, ինքը հակառակը իր էգոն, իր եսը այդ կնոջ կողքը ավելի ճզմվում է, ինքը ավելի անինքնավստահ ազգում, ինքը մտածում է, որ ինքը չի հասնի, ունի դատյանիդ հայերեն, հա, ճիշտ ասեցի, հա, ինքը չի հասնի այդ ամեն ինչին, ու երբեմն միակ պատճառը երևի մնում է ուղակի, հա, կամ երբ որ տեսնում ես 3 հատ երեխաներ եւ այլն, միակ պատճառը երևի մնում է հեռանալը, քեզ գտնելը,